Միքայել և Բագրատ սրբազանները կալանավայրից ևս մեկ հայտարարություն են տարածել, շեշտելով, որ Մայրաթորի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ին ճանաչում են խորթ և օտար։ Մեջբերեմ կատարվածը վերին աստիճանի նենգ և տիրադավ դավաճանություն է, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, ելուր մնաց բարձրաստիճան հոգևորականների պարագայում։ Իրենք կարող էին ամեն ինչ անել բացեի բաց, եկեղեցական ատյաններում արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները, սակայն գերադասել են գործել գաղթագողի, իբրև շարքային դավադիրներ, որոնցից 6-ը 1999-ի ազգային եկեղեցական ժողովում քվեարկել են օրվա վեհափառ հայրապետի օգտին, մյուս 4-ը ուսանողությունից մինչև եպիսկոպոսություն վայելել են հայրապետի խնամքը, նրա ձեռամբ արժանանալով եպիսկոպոսականացման և ձեռնադրության, գրել են սրբազանները և վեհափառ հայրապետին խնդրել ու առաջարկել, մեջբերեմ դադարեցնել հերձվածող ու անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, որոնք իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը և անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, մեջբերման ավարտը։